Եվ վերջերս ծնողների շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկի մասին։ Փոքրիկների սիրելի զվարճանքը, փափուկ ու գունավոր սլայմը իրականում վտանգում է երեխայի առողջությունը։ Շուկայի վերահսկողության տեսչությունն է նախազգուշացնում, այդ խաղալիքի մեջ կան վտանգավոր քիմիկատներ։ Մանրամասները ռեպորտաժում։ Առաջին հայացքից սովորական խաղալիք է, գունավոր, հետաքրքիր, բայց պարզվում է կարող է վտանգել ձեր երեխայի առողջությանը։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հրապարակել է հերթական վտանգավոր ապրանքների ցանկը, այդ թվում այս անգամ սլայմն է։ Սլայմը փափուկ, ձգվող, գունավոր զանգված է, որը վերջին տարիներին դարձել է երեխաների ամենասիրելի խաղալիքներից մեկը։ Սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ այն չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգին և պարունակում է վտանգավոր քիմիական բաղադրիչներ։ Չգիտեի այդ մասին, բայց քանի որ արդեն իմացա, ավելի զգուշորեն կմոտենամ խաղալիքների ընտրությանը, անպայման կուսումնասիրեմ բաղադրությունը և չեմ գնի, եթե այն ունենա վատ բաղադրություն։ Խաղալիքը, որ խաղում են քիմիական նյութերով պատկերված, ես շատ անգամ ուշադիր եմ, որ հանկարծ երեխան հանկարծ բերանը չտանի։ Եթե բերան տանի, շորերը կեղտոտելը լվանալը ուրիշ բան է, բայց եթե ձեռքերով խաղա ու հանկարծ երեխայի չես կարող արգելել ու բերանը տանի ձեռքը, արդեն քիմիական վտանգավոր է։ Բնականաբար, երբ որ մենք գնում ենք եւ մենք դա պահանջում ենք նաեւ ծնողներից, որ երեխաներին գնեն էկոլոգիապես մաքուր, ոչ քիմիական նյութերից պատրաստված, հատկապես կան մի շարք խաղալիքներ, չեմ ուզում անվանարկել ինչպիսին, որոնք որ դրանք եւ վտանգ են առողջությանը եւ ստրես են, հոգեբանական խնդիրներ են։ Այսինքն դուրս է գալիս, որ յուրաքանչյուր ծնող, յուրաքանչյուր մայր, կին, մարդ պետք է անպայման երբ որ մի երեխային ինչ-որ նախ պետք է մտածի այդ երեխային ինքը որպես խաղալիք ինչ որ մի զարգացում կտա թե ոչ։